Այս անգամ պատրաստում ենք այսպիսի գեղեցիկ և համեղ բլդրղանի թթու։ Նշեմ, որ բլդրղանի հետ աշխատելիս պարտադիր պետք է կրել ռետինե ձեռնոցներ, քանի որ բլդրղանը այրում է ձեռքերը։ Բլդրղանը մաքրում ենք պոչի հատվածը և եթե տերևներ կան, կտրում ենք միայն այդ հատվածները։ Որից հետո պետք է մի քանի անգամ լավ լվանալ։ Որից հետո հանում ենք ջրից, թողնում ենք ջրքամվի։ Այնուհետև կաթսայի մեջ ջուր ենք լցնում և դնում կրակին, սպասելով մինչ եռա։ Երբ արդեն ջուրը լավ եռում է, ավելացնում ենք լվացած բլդրղանը։ Կան որոշ շրջաններ, որտեղ բլդրղանը անվանում են քեխ։ Նշեմ, որ խաշելու ընթացքում նույնպես պետք է զգույշ լինել։ Կրկին աշխատել ձեռնոցներով, որպեսզի գոլորշին չսևացնի ձեռքերը, և աշխատել դեմքը հեռու պահել այդ գոլորշուց, քանի որ գոլորշին նույնպես սևացնում է մաշկը։ Խաշում ենք այնքան, երբ մի փոքր զգում ենք, որ թուլացել է։ Շատ խաշելու դեպքում այն կլեղկվի։ Եվ անմիջապես հանում ենք լցնելով սառը ջրի մեջ։ Սառը ջուրը փոխում ենք 2 անգամ, որից հետո պատրաստում ենք աղաջուրը, որի համար անհրաժեշտ է 5 լիտր ջուր և կես կիլոգրամանոց տարայի կեսով աղ։ Խառնում ենք, մինչ աղը լուծվի։ Այնուհետև հարմար ամանի մեջ լցնում ենք խաշած բլդրղանը և վրան լցնում աղաջուրը, ծածկում, թողնում 2-ից 3 օր և վերջ, պատրաստ է մեր թթուն։ Եթե հավանեցիք պատրաստման այս տարբերակը, պահպանեք տեսանյութը, գրեք մեկնաբանությունում, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք և լայքեք։